Անընտրես բանալիկը։ Պարոն վարչապետ, երեք Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարեց առարկայի կամանակցություններ սկսելու մասին կապված կրկին եկաթողու այդ երկու հատվածների կառուցման հարցի շուրջ։ Այսօրվա դրությամբ որևէ մանրամասներ հայտնի են եւ դրա ֆինանսավորումը ինչ ձևով է Հայաստանը ակնկալում, ինչ ակնկալիքներով է այդ բանակցություններում կայանում եւ նաեւ շարունակելով ենթակառուցվածքների թեման, հետաքրքիր էր այն մտադրությունը, որի մասին բարձրաձայնեց նախարարը, որը կապված է Հայաստանի հաղորդակցության գծերը 4 հարևանների հետ սինխրոնացնելու հետ։ Այդ առումով Հայաստանը ունի տնտեսական եւ քաղաքական ինչ-որ ծրագրեր, որոնք կարող են դիվիդենտներ բերել Հայաստանին։ Էլեկտրահաղորդման գծեր նկատի։ Այո, տնտեսական օրինակ։ Դե դա նշանակում է, որ մենք ավելի շատ հնարավորություն կունենանք էլեկտրական էներգիա արտահանելու եւ անհրաժեշտության դեպքում ներմուծելու, որովհետեւ երբեմն նաեւ սեզոնայնություն առնում, չնայած մենք հիմա ավելի շատ արտահանում ենք, քան ներմուծում ենք։ Այսինքն ինչքան շատ ուղղությամբ Էդ էլ է ճանապարհ, չէ՞, դա էլեկտրական էներգիայի ճանապարհ է։ Հիմա հարց, ավելի լավ է շատ ճանապարհ ունենալ, թե քիչ ճանապարհ ունենալ։ Բնականաբար շատ ճանապարհ ունենալ, որտեղ եթե ինչքան շատ ճանապարհ ունես, այնքան շատ տեղ կարող ես գնալ։ Այդ ինչքան շատ ուղղությամբ կարող ես աշխարհում էլեկտրական էներգիայի պահանջարկը աճում է, Հայաստանում էլ աճում, ընդ որում սեզոնայնություններ կան, օրեր կան եւ այլն, այնպես որ դա շատ Գիտեք, երբեմն շատ բան հաշվարկելու եւ բանակցելու։ Հիմա տեսեք, դուք նախ ես ողջունում եմ Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը, բայց մյուս կողմից հարգելի գործընկերներ, մի դեպքում խոսքը մոտավորապես 3 կիլոմետրի մասին է երասխում, մյուս դեպքում 1 կիլոմետրի մասին է։ Այսինքն այդ մի հատ այնց թեմա չի, որ մի հատ էլ բանակցենք, վերաբանակցենք, քննարկենք Ինչ կա բանակցելու։ Նկատի ունեմ երկաթուղը, էլի եմ ասում, դա ելներ մեզ ներդրումային ծրագիր, ելներ մի 50 միլիոն դոլարի, չգիտեմ ինչ ծախս, բարձ պրիմիտիվ բան է, պետք է 1 կիլոմետր մի տեղ կառուցել, 3 կիլոմետր մի տեղ կառուցել։ Հիմա բանակցենք, հետո էլի բանակցենք, գնանք մտածենք, հետ գանք եւ այլն, Միջև մենք էս անենք այն այլընտրանքային երկաթուղին կկառուցվի, վայ, կասենք, վայ, բայց ինչ եղավ, Հայաստանը էլի բան եղավ, շրջանցվեց Հայաստանը, ոչ, բանակցելու բան չկա, պետքա կառուցենք, հետո կբանակցենք։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար